60-70-ական թվականներին Եվրոպայից մի տղամարդ ներգաղթում է Իսրայել, բավականին արագ սովորում է խոսակցական լեզուն, եբրայերենը, բայց եբրայական քառակուսի տառերը նրան չեն տրվում, այսինքն գրավոր խոսքին չի տիրապետում, աշխատանք էլ չի կարողանում գտնել։ Որոշ ժամանակ անց պարզվում է, որ այս մարդը այլ լեզուներով էլ համարյա կարդալ չգիտի, չնայած մի քանի լեզվով խոսում է։ Աշխատանք երկար փնտրելուց հետո նրան կանչում են Մոսադ, Իսրայելի հետախուզություն։ 1 ժամ զրուցելուց հետո ասում են միջանցքում սպասեք։ Մարդը 1-2 ժամ սպասելուց հետո նրան նորից ներս են կանչում։ Ասում են մենք ձեզ համար աշխատանք ենք ճարել։ Մարդը զարմանում է։ Ասում են դուք պետք է ոչնչացնեք գաղտնի փաստաթղթերը։ Պարզել էին, որ մարդը իրոք ոչ մի լեզվով կարդալ չգիտի եւ փաստաթղթերին էլ չի կարող ծանոթանալ։ Այս մարդը երկար տարիներ աշխատում է Մոսադում գաղտնի փաստաթղթեր ոչնչացնող։ Այս փաստը ցույց է տալիս, որ ցանկացած դեպքում էլ, ցանկացած մարդու համար էլ աշխատանք կգտնվի։